Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման եւ կարեւոր եւ շատ հետաքրքիր հյուրերին։ Օգոստոսի 6-ին դիսուկ վաղը ժամը 18:35 Գաֆէսչյան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ Պարտեզի սրահում կկայանա Գաֆէսչյան պատանեկան խորհրդի սինեսթեզիա, բազմազգայական փորձառություն, ինտերակտիվ ցուցադրություն հանդիսավոր բացումը։ Այսպիսով ակտիվորեն շարունակվում է Գաֆէսչյան պատանեկան խորհրդի նախաձեռնությունները եւ մեկնարկում է պատանիների կողմից մշակված եւս մեկ յուրօրինակ նախագիծ, որն ուսումնասիրում է զգայարանների հատման եւս մեկ յուրօրինակ նախագիծ, ստեղծելով մի միջավայր, որտեղ իրականությունն այլևս չի ընկալվում միայն մեկ ճանապարհով։ Պատանեկան խորհրդի 19 անդամների կողմից նախաձեռնված սինեսթեզիա բազմազգայական փորձառություն նախագիծը հրավիրում է վերանայելու մեր սովորական ընկալումը եւ բացելու այն նուրբ սահմանները, որտեղ սկսվում է աշխատել զգացողության այլ լեզուն։ Իսկ թե ինչպես եւ ընդհանրապես պատանեկան խորհրդի եւ ուսուցողական ծրագրերի մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Գաֆէսչյան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյան, Գաֆէսչյան պատանեկան խորհրդի անդամներ Էրիկա Պողոսյան եւ Արևիկ Խաչատրյան։ Լույս առավոտի, շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ։ Բարի լույս, շնորհակալ ենք նաեւ մենք հրավերի համար եւ միշտ ուրախ ենք լինել ձեզ մոտ, ձեր տաղավարում։ Մենք էլ միշտ ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Քանի որ մենք այսպես շատ գեղեցիկ բառերով ճարտասանական խոսեցինք, ներկայացրեցինք, բացատրեք, թե ինչի մասին է խոսքը նաև մեր հեռուստադիտողներին, որ ավելի մանրամասն հասկանան, ավելի այսպես պարզ լեզվով, ինչ է սպասվում մեզ վաղը։ Սիրով, արդեն սինեսթեզիա բառը որոշակի ինչ-որ գիտական իմաստ է հուշում, չէ՞, սինեսթեզիա, այս երևույթը սկսել է ուսումնասիրվել դեռևս 18-րդ դարում, սա նյարդաբանական երևույթ է, ընկալման առանձնահատկություն, երբ մի զգայարան խթանում է մեկ այլ զգայարանի փոփոխություններ։ Այսինքն մենք լսում ենք երաժշտություն եւ արդեն ինչ-որ գույն ենք պատկերացնում կամ ինչ-որ մարդ մեզ մոտ կապվում է ինչ-որ մի գույնի հետ կամ ինչ-որ համ մեզ մոտ կարող է ինչ-որ երաժշտության հետ ասոցացվել։ Այս երևույթը շատ ավելի պարզ նկարագրելու համար կարող ենք հիշել օրինակ Վասիլի Կանդինսկուն, ով իր աշխատություններում սրա մասին արդեն գրում էր, երբ օրինակ որոշակի գույներ նա կապում էր երաժշտական տարբեր գործիքների հետ։ Այսինքն սա շատերը գիտեն այս երևույթի մասին, բայց ինչու մենք խոսում ենք սինեսթեզիայի մասին, երևի դրա մասին լավ կլինի որ խոսի մեր պատանիներից Արևիկը, ով ինքը առաջին անգամ հուշեց մեզ այս թեմայի մասին եւ առհասարակ լավ կլինի հետո նաեւ խոսենք թե ինչպես են ընդհանրապես պատանեկան խորհրդի ծրագրերը գալիս մեզ մոտ, մշակվում եւ ովքեր են պատանիները, ինչ է նշանակում պատանեկան Գաֆէսչյան պատանեկան խորհուրդ։ Արևիկը թող մեզ պատմի սինեսթեզիայի մասին։ Մոտ ընդհանրապես սինեսթեզիայի գաղափարը առաջացավ մեր հանդիպումներից մեկի ժամանակ, երբ մեր պատանեկան խորհրդի անդամներից մեկը առաջարկում էր մի ուրիշ թեմա, որտեղ էլի կարևոր է շատ զգալու թեման, զգատես շոշափի տենց վերնագրեր էր առաջարկում ու այդ մեր սրահում, որտեղ որ աշխատում ենք ու հանդիպվում ենք ստեղծագործական սրահում, դրած էր մի հատ անձեռոցիկի տուփ, այն սենց վառ ուղղահայաց գծերով դիզայնով տուփ էր, ու ես այդ տեսա ու հիշեցի, որ ես ծանոթ եմ տենց մի երևույթի սինեսթեզիայի, ու այդ անդամի խոսքի հետ մեկտեղ ես ասեցի, որ կարելի է առաջարկել, որ այդ իր համ միտքը համադրվի, համ ոնց որ ավելի ցենց լիարժեք անվանում ու հստակ թեմա տանք, որի շուրջ որ կարող ենք աշխատել, ու մեզ ոնց որ ուղղորդի էլի այդ վերնագիրը ու տենց առաջարկեցի, հետո էլի թեմաներ էին քննարկում, բայց ոնց որ մեծամասնության ձայնով որոշեցինք, որ այդ թեմայի շուրջ պիտի աշխատենք, քանի որ մեզ ահագին ստեղծագործական ազատություն, բայց միևնույն ժամանակ ուղղորդում է տալիս այդ։ Հայտնի է, որ նախագծի վրա աշխատել են պատանեկան խորհրդի 19 անդամներ։ Ինչպիսին էր թիմային աշխատանքի ընթացքը եւ ինչպես եք ընկալում զգայարանների հատման կետերը։ Ինչպես նշեց Արևիկը, սա մի պարզ օրինակ էր, թե ինչպես են ընդհանրապես ծրագրերը մեզ մոտ ի հայտ գալիս, մշակվում եւ ահա մենք իրականացման վերջին փուլում ենք հիմա։ Ընդհանրապես Գաֆէսչյան պատանեկան խորհուրդը ընտրվում է 1 տարվա ընթացքում, այսինքն աշխատում է 1 տարի, ընտրվում են նախապես, հայտարարվում է, դրա մասին տարբեր ուսումնական հաստատություններում մեզ մոտ հիմնականում գալիս են 2 տարբեր արվեստային կառույցներից,
Հակոբ Կոջյանի անվան դպրոցից եւ Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից եւ 1 տարի այս խումբը 14-ից 17 տարեկան պատաների մեզ մոտ աշխատում է եւ սկսում են քննարկվել թեմաներ, որոնք հուզում են պատանիներին, որովհետեւ մենք կարողանանք ըստ առանվույն, այսինքն արդարացիորեն բարձրացնել պատանիներին հուզող հարցերը։ Եվ տվյալ դեպքում, երբ այս թեման առաջարկվեց, սկսեցինք աշխատել տարբեր ուղղություններով։ Իրենք շատ են, պատանի են, կարող են իրենց մոտ այնպիսի հարցեր բարձրացնել, որոնք կարող է եւ չտեղավորվեն մեկ նախագծի շրջանակում եւ այդ անվերջ քննարկումների արդյունքում, ահա մենք այսօր ունենք եւս մեկ պատրաստի նախագիծ։ Մինչ այդ 2017 թվականից մեզ մոտ բազմաթիվ նախագծեր են իրականացվել, տարբեր, չեք պատկերացնի, նույնիսկ ինչ տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ ենք մենք աշխատել եւ բնականաբար մենք չենք կարող միանգամից այդ թեմայի շուրջ նրանցից պատրաստի ինչ-որ նախագիծ պահանջել։ Պետք է նրանց որոշակի գիտելիքներ տալ, որոշակի հմտություններով ապահովել, հետո նոր արդեն պահանջել նախագծեր։ Եվ վերադառնալով ձեր հարցին զգայարանների հետ կապված, քանի որ իրենք շատ են, բնականաբար շատ տարբեր սինեսթետիկ հարցեր են բարձրացնում, այսինքն այնտեղ կլինեն պատկեր, երաժշտություն, կլինեն շոշափելու հետ կապված նախագծեր։ Ինքը ընդհանուր այս ցուցադրությունը շատ մասնակցային է, ինտերակտիվ է եւ այստեղ որոշակի ազատություն է տրվելու մեր այցելուներին, այսինքն կարողանալու են ինչ-որ մի բան նայել, լսել եւ հետո ստեղծագործել կամ հայտնվել մի այնպիսի միջավայրում, որտեղ իրենց գայարանները պիտի փորձելու ենք մի յուրահատուկ զգացողություն գրգռի մեկ այլ գայարանը, այսինքն շատ չեմ ուզում նաեւ ձեզ հիմա բացել, այո, այդ բառը ես էի ուզում ասել, բայց փորձելու ենք մաքսիմալ բոլոր զգայարանները օգտագործել։ Մի հետաքրքիր հանգամանք, որ ասում են կյանքում ոչինչ պատահական չէ։ Ես օրեր առաջ մի այսպես տուրի էի, որի շրջանակներում ինձ պատմեցին սոմելիեի սեթի մասին, որ կա մոտ 52 այսպես բույր եւ նրանք բարբերաբար դրա վրա պարապում են եւ այդ շրջագայության ընթացքում պարզ դարձավ, որ ինձ մոտ շատ ակտիվ կարգավիճակում է հոտառությունը եւ գրեթե բոլոր բույրերը, եթե ինչ-որ էքստրա բաներ չեն, տենց հատուկ ծառի կեղևի ինչ-որ նյութ չի, մնացած բոլոր կենցաղային բույրերը ինձ ծանոթ են եւ մի հետաքրքիր մտքի եկա ինչու եմ կապակցում, որ յուրաքանչյուր բույր, երբ որ ես փորձում եմ, ինձ մոտ առաջինը գալիս էր դրա վիզուալը։ Երբ որ ես փորձում էի նուշը, ես պատկերացնում էի մարցիպանով տորտ։ Երբ որ ես փորձեցի թութը, ես տեսա այդպես մեծ, այդպես թթենու ծառ, չգիտեմ, որևէ բակում կամ քաղաքում, հենց այդ նույն փորձառության մասին, այդ նույն ձևաչափով է լինելու միջոցառումը, նաև ինչքան էլ մենք փորձենք սփոյլեր չանել մեր հեռուստադիտողներին, բայց ինչ տաղավարներ կան, ինչ փորձառություն են ունենալու մարդիկ, որքանով է այդ ազատությունը, նրանք կարողանալու են գալ եւ փորձել, թե ուղղակի այսպես գալու են եւ դիտեն եւ հասկանան, որ օրինակ սա եթե այսպես անեք, այսպես կլինի։ Դուք իրականում շատ լավ օրինակ բերեցիք եւ կարող եմ ձեզ շնորհավորել, դուք ունեք շատ նուրբ սինեսթետիկ առանձնահատկություններ։ Սա իրականում այդպիսի ինչ որ հիվանդություն չի, բայց կան քիչ մարդիկ, որոնք իսկապես ունեն այդ հատկությունները, այսինքն զարգացած է երևակայությունը, շատ զարգացած գայարաններ ունեն եւ մենք նույնպես կունենանք այդպիսի հոտառուտրական սինեսթետիկ մի աշխատանք, որը թույլ է տալու մեզ հոտոտել, զգալ բույրը եւ հետո ստեղծագործել այլ գայարաններով այդ ամբողջը արտահայտել։ Ինչ վերաբերում է տարածքին, այդ ամբողջը լինելու է մեկ սրահում, ինչպես նշեցիք Սասունցի Դավիթ Պարտեզի սրահում, եւ այնտեղ բոլոր մեդիաները արվեստի տարբեր տեսակներով հանդես են գալու, կլինեն նաեւ դասական, ավելի դասական արվեստին մոտ, նկատի ունեմ դասական ցուցադրության իմաստով աշխատանքներ, օրինակ Էրիկայի եւ մեր մյուս պատանի Տաթևիկի աշխատանքը հենց այդպիսին է, որ կուզեի երևի թե Էրիկան ավելի ճիշտ կլիներ ներկայացնել։ Այո, մեր նախագիծը իրենց ներկայացնում է 5 աշխատանք, որոնք կտավների վրա են արված եւ ավելի մոտիկ են դասական արվեստի ուղղություններին։ 4-ը օրինակներ են, որոնցից 2-ը սև ու սպիտակ արված абստրակտ աշխատանք է եւ հաջորդ 2-ը դրանց գունավորված տարբերակներն են։ Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչպես է մարդ ընկալում ֆորման եւ որ ֆորման ունի գույն
որը ամեն մի մարդ տարբեր ձևի կարող է զգալ։ Եվ հաջորդ աշխատանքը 5-րդը, որը չափսերով ավելի մեծ է, մենք հենց այդ աշխատանքը ինտերակտիվ տարբերակով տալու ենք այցելուներին, տպված տարբերակներ են լինելու, որոնք այցելուները կարող են գալ, ներկել, այնպես ինչպես որ նրանք զգում են։ Այսինքն իրականում ամեն մարդ տարբեր ձևի է զգում այդ ֆորմաները, օրինակ ես ու Տաթևը աշխատելիս, ասենց մեզ բռնում ենք նրա վրա, որ մենք էլ ենք տարբեր ձևի զգում։ Այսինքն ես մի այլ գույնով էի պատկերացնում, Տաթևը մի այլ եւ այլն։ Այսինքն գնդակ է օրինակ կամ եռանկյունի։ Ու գնդակ եռանկյունի, չէ, ինքը շատ կոմպոզիցիա է պես։ Երկչափ աշխատանք է։ Հա, երկչափ կոմպոզիցիա, կտավի վրա արված կոմպոզիցիա է, ուղղակի абստրակտ է, նա ոչ մի իմաստ չունի, ուղղակի զգացմունքներ են, որը ամեն մարդ իր ձևով կարող է ընդունել։ Իսկ ինչ ազդեցություն ունեն նման օրինակ նախագծերը պատանիների աշխարհայացքի ձևավորման եւ արվեստի հետ նրանց անմիջական հաղորդակցման վրա։ Ընդհանրապես այս տարիքը դեռահասների պատանիների մի շրջան է, երբ նրանք արդեն փոքր չեն, բայց դեռ մեծ էլ չեն, թեպետ իրենք իրենց մեծ են զգում։ Հուսամ դուք շատ ինձ չեք հետո այս մեղադրի, բայց այդպիսի մի շրջան է, բայց շատ կարևոր է, որ նրանց ձայնը նույնպես լսելի լինի թանգարանում, որովհետև այս շրջանում նրանք մի փոքր փակվում են, հեռանում են բոլորից, հետաքրքրությունները կարող եք երկրորդել ինձ, նրանց հետաքրքրություններն էլ շատ սահմանափակվում են որոշակի առումով եւ բայց պետք է նրանց լսել եւ ավելին նրանց ձայնը լսելի դարձնել նաեւ թանգարաններում, որովհետեւ այդ տարիքում նրանք սկսում են ավելի քիչ այցելել թանգարաններ։ Մեր պարագայում նրանք ոչ թե քիչ են այցելում, նրանք ներգրավում են թանգարանի գործունեության մեջ եւ իհարկե բնականաբար իրենց հետ բերում են նաեւ այլ պատանիների եւ այսպիսով թանգարանը դառնում է սիրելի վայր բոլորի համար, պատանիների համար հատկապես եւ քանի որ սովորաբար ենթադրում է, որ թանգարան դա մի վայր է, որտեղ կան խիստ սահմանափակումներ, բայց չէ, մենք կոտրում ենք այդ կարծրատիպը եւ թանգարանը դառնում է շատ սիրելի վայր նրանց համար, որտեղ նրանք գալիս են, կարող են ինքնաարտահայտվել եւ ցուցադրվել։ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը ամենայն համեստությամբ պիտի ասեմ, որ իսկապես քաղաքի կենտրոնի լավագույն արվեստային վայրերից է այսօր եւ մեր պատանիներն էլ այդպիսի վայրում ցուցադրվելու հնարավորություն ունեն։ Հուսամ իրենք էլ դա իրենց համար էլ դա կարևոր է իրենց կյանքի այս շրջանում դա մի կարևոր քայլ կլինի։ Հետաքրքիր է նաև, քանի որ խոսեցիք այդ երիտասարդությունից, որոշումներից, ինձ հետաքրքիր է երկուսի դեպքում, ինչպես եք որոշում կայացրել, որ հենց այս ոլորտում պետք է աշխատեք, կամ սա ձեզ համար գուցե հոբի է եւ մեկ այլ հետաքրքրություն եք ավելի այսպես նեղ մասնագիտական։ Իմ համար մանկուց արվեստը եղել է շատ կարևոր մասնիկ իմ կյանքում։ Ես ունեցել եմ ուրիշ զբաղմունքներ էլ, բայց միշտ գիտեի, որ արվեստը իմ ուշադրության ոնց որ կենտրոնում է, այն ինչով ես ուզում եմ շարունակեմ, ոնց որ ամբողջ կյանքումս զբաղվեմ։ Երբ ես ընդունվեցի Թերլեմեզյան, այդ 2 տարի սովորեցի ու անցած տարի սեպտեմբերին իմացա Գաֆեսճյան պատանեկան խորհրդի մասին, ես դիտարկեցի որպես շատ լավ հնարավորություն, որ ես կարող եմ իմ sense մասնակցություն ունենալ sense կարևոր պրոյեկտի, որից որ իմ համար կարող եմ արտահայտվել ու ծր լսելի դարձնել իմ ձայնը որոշ սահմաններում, որ ծր դուրս գամ ինձ ցույց տամ Ցուցադրությունը կոչվում է ինտերակտիվ եւ առաջարկում է բազմազգայական փորձառություն։ Ինչ է սպասվում այցելուներին եւ ինչպես է այն օգնելու վերանայել մեր սովորական ընկալումները։ Այցելուները հայտնվելու են մի միջավայրում, որտեղ իրենց անverջ հարցեր են տալու։ Քանի որ ոչ բոլորը ունեն այդ սինեսթեզիան զգալու հատկություն, նմուշներ կան, որոնք այլ հեղինակի փորձը կիսելու օրինակով է լինելու, այսինքն անցնելու են այդ ճանապարհը եւ իրենց հարց են տալու, ինչ հետաքրքիր է, արդյոք ես երբևէ չէի մտածել, որ այս գույնը այսպիսի ձայն ունի, որտեղ իրենք պիտի անընդհատ իրենց զգայարանների հետ աշխատեն։ Ես հիմա չեմ ուզում նմուշների մասին շատ բաներ պատմել, բայց հետաքրքիր փորձառություններ են ունենալու, միայն пассив գալու դիտելու այդ տարբերակը չի լինելու, լսելու են, նայելու են, շոշափելու են, հոտ են քաշելու եւ այդպիսի տարբեր փորձառություններ են ունենալու։
Ինչքան է տևել նախապատրաստական աշխատանքներ, ինչքան ժամանակ է մեկնարկից մինչև բուն հանձնում եւ կա այդ ներքին պնդությունը, որ վերջ մենք արդեն պատրաստ ենք, ել որևէ շտկումների կարիք չկա եւ այդպես շարունակ։ Մենք քանի որ յուրաքանչյուր տարի նոր խումբ է ընտրվում պատանեկան խորհրդի, մենք աշնանը արդեն սկսեցինք աշխատել ու քանի որ այս անգամ իսկապես դիմողները շատ էին, թե սովորաբար 15 հոգի են, այս անգամ 20-ն էլ անցան եւ մեծ խմբերի հետ մի քիչ ավելի դժվար է լինում աշխատել, բայց տարվա ընթացքում զտվեց եւ մնացին այն պատանիները, որոնք իսկապես ուզում էին աշխատել մեզ հետ։ Ամբողջ տարվա ընթացքում մենք այցելում էինք տարբեր ժամանակակից ցուցադրություններ, որտեղ այդ շատ կարևոր է տեսնել, թե ինչպիսի մեդիաներ կան, ինչպիսի նոր մոտեցումներ արվեստի կան եւ արդեն երբ որոշվեց հստակ, որտեղ կային տարբեր նախագծեր, բայց երբ հաստատվեց սինեսթեզիայի նախագիծը, նրանք սկսեցին իրենց ապագա փոքրիկ նախագծերի տեքստերով հանդես գալ, որովհետեւ պատկերացնենք ինչ իմաստ է կրում յուրաքանչյուր աշխատանք, չէ՞։ Այո, դա միասնական մեկ նախագիծ է, բայց իրենք առանձին են աշխատել, հազվագյուտ դեպքերում 2 հոգով են աշխատել եւ հետո արդեն երբ ծրագիրը վերջնական հաստատվեց, սկսեցին արդեն պրակտիկ ստեղծել այդ աշխատանքները եւ հանձնելուց հետո մենք արդեն աշխատեցինք բուն ցուցադրության վրա, էքսպոզիցիայի վրա արդեն։ Հիասքանչ, ես ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ սա հրաշալի ժամանակահատված է, հրաշալի փորձառություն է, որը դուք անպայման պետք է փորձեք հենց վաղը ժամը 18:30 Կաֆեչան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ Պարտեզի սրահում։ Եվ պետք է նշենք, որ ժամանակի ընթացքում գուցե կոպիտ հնչի, բայց բթանում են մեր զգայարանները։ Եվ մտքի իմաստով, եւ նույն զգայականի իմաստով, եւ ավելի մասսայական ենք դառնում, այդ հոսանքի տակ են գնում, եւ իսկապես սա շատ հրաշալի փորձառություն է գնալու եւ լսելու ինքներդ ձեզ ձեր զգացմունքները, ձեր մտքերն ու գաղափարները։ Շնորհակալություն եւս մեկ անգամ օրը մեզ հետ սկսելու համար։ Ես միայն մեկ ուզում եմ հավելում ունենալ, ցուցադրության փակ բացումը կլինի վաղը, օգոստոսի 6-ին, ժամը 6:30-ին, իսկ հանրության համար թանգարանը ամբողջությամբ եւ հատկապես այդ սրահը բաց կլինի արդեն օգոստոսի 7-ից, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը եւ ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 13-ը։ Ֆանտաստիկ, շնորհակալություն։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Մենք կունենանք կարճ դադար, որից հետո կդիմավորենք մեր հաջորդ հյուրին։